Գյուղատնտեսություն գործի համայնքական ծնունդից առաջադրված շինություն հրադակը երկող հանգամանքների բացառման վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ ունեն Քրիստինա Փայվանյան եւ վերջից անշարժված երեխաները Միրիկ Ալավյանյան, Սյանուշ Ալավյանյան։ Ուսի միջոցում Քրիստինա Փայվանյանի եւ վերջից անշարժված երեխաների Ալավյանյանների որպես վկա հարաբերել դատած ուսուցալու համար Քրիստինա Ալավյանյանը վերջից երեխաները բնակվում են Քարվանաձոր, Տարանշոր քաղաքում Ածխահատների հողոց 31 շենք, բնակարան 1 հասցեր։ Դիմով Սերգեյ Պապանյան, 16-2020 թվական ապրայց ստորագրություն։ Որպես այդպիսի միջնորդություն ներկայացվեց պաշտպանության կողմից վկաներ հասարակության հնարավոր վերաբերական մատուցան։ Դուք այլ ավելացում կամ ինչ-որ այլ կատարում ունեք։ Ոչ, իմ պաշտպանանը եթե ասելու բանի հիմնավորումով Տոմասի ես էլ գրասում։ Բարձր։ Տեսանք։ Պարոշինը հանգելի դատավան։ Նույն միաժամանակ քննությունակատարում Ստեփանան Գոյտիկանչի նույն քննչական կոմիտեի Ֆիլիպ Նազարյանի մոտ։ Առ 30 եղել Էդիկ Ալվյանին, Քրիստինե Փարվանյանին ու տեսագրություն ձայնագրություն եղել մոտ դեժամից ավելի։ Գործի մեջ խոհարկեն է դատախազությունը քննիչը, որ չեն ներկայացել դատարան, գործով բդա Քրիստինե Փարվանյանը, որ ներկայանա դատարան, լսած է իսկ անչափասել է դեպը, մեկը 14 տարեկան, մեկը 15 տարեկան, նա իրավունք ունեն, հոգեբանի, բժշկի և մարդական քննիչի օգնությամբ քննվել դատարանը։ Ու այդ մարդկանց վերաբերյալ անձը չեն հարել մարդու, մանավանդ, դատոնեց գրքով չի կարելի մարդուն վիրավորել, եթե գործով կա վկա։ Քողարկելա Ֆիլիպ Նազարյանը, որպեսզի կարևոր վկա, դատարանում ցուցմունք չտա, որովհետև իմ կողմերի մեջ Էդիկ Ալավյանի հետ Նայմի Նիկոլոսյանը դեմ են գցել իմ կողմերի մեջ։ Էդիկ Ալավյանն անձամբ, դայրեկտ ունեն զապիս, ունի արած զապիս, Քրիստինե Փարվանյանը, ոչ ժամից ավելի, չասված, են լկտի բարերը, որ երեխեք են լսել, դրանք կարավ մանկական երեխեն ասում է թող կինը, աղջիկ ինչ-որ լսել է, նույն է տարակ, ասում է ինչ-որ լսել է, կա ձայնագրությունները, լկտի պահվածները, լկտի խոսակցությունները, եթե կա իմ հարբոյանքի մոհ, ասենք, սենց դնում են, օրենս գրքով կամ վարչական տուգան հավակնա, յանց են, քիլյական օրենս գրքով, պատիժ աղաստը, որ կողմերի մեկ է դեղ են գցել, որ ես չնեմ միան գզբավենյան գրքի պահվածքով։ Հիմա իզմապի ուզում եք միջնորդեք 10 տարի, ուզում եք 8 տարի, ուզում եք 9 տարի, եթե ես հանցագործ եմ, մնացու հանցագործները հետս կտի դատում, կարգոպրել ասում։ Իսկ եթե հարցս կերս ճիշտ չի գնա առնակ, հիմա քրոջս բերք ունեմ, այդ երկու հիվանց, այդ երկու երեխուն բերք ունեմ, նա Փարվանյանի բերք ունեմ, տարավան, վարչապետի դարան կարին 4 հատ երեխան, մարդեք Ղարաբաղ, զոհր է։ Եթե նենք չի, որ ձեր դատախազությունը ինչ ուզենա խողարկեն տան, ողությունը ձեր դատախազությունը խողարկան։ 4 տարի, 22 թույլ 26 կիլոմետր, հիվաններից բրիստ են գողարել։ Կամ ձեր ոստիկանությունը Հարգելի Պետրոսյան։ Իրանք, մի սեփական գույքը բաժանում։ Իմ հետ եք։ Հո, չէ դու դիմել դատարանից եղել։ Պետրոսյան չի Ազգանունը Կարապետյանն է։ Հա, Կարապետյան, դին հալազան միջնորդությանը վերաբերել։ Ձեր ոստիկանությունը ինչ ուզենա կարողանի, եթե լավուշի։ Պատկասնեք, որ փուլում եք դեպքում։ Հետազոտում եք հակա պատկան ծավալը։ Հետազոտում եք, վկայել թող։ Վկանեք հացակներում միշտորցում եք ներկայացնում։ Խնդրում։ Խնդրել ավելացնում չիներեն պանաշինը կատել ու ես ցանկանում իմ դատավակերը մինչև վերջ ձեզ է վստահան իմ արդարությունը և արդար դատելը։ Իրանք կարող դատախազությունը շատ կանեն միջնորդ է շատ սուպերի արկակցնեն դերև դկակցնեն իմ վրա, քանի որ իրանք դատախազությունը ինքան գողություն ակ խողարկն ես կամ բացարակ զատ դակումենտացիով ապացուցել։ Յուրաքանչյուր կիլոմետրով տրուպ եք խողարկությունը 4 տարուց ավել ակրնություն ավել։ 4 տարուց ավել ակրնտաշիր ակրնություն, պետությունը կառավարությունը խաբանա։ Այսինքն վկանեն հացակներում միշտորցում եք։ Նստեք, պարոն Աթևոսյան։ Ազգանուն դատան, Քրիստինե Փարվանյանի մասով ես ասեմ ետևյալը, որ ուզում ես քրեական գործով արկեն դրվատներ, որպես
Քավեյանի եւ գործող ուժող Նայեն Նիկոլոսյանը։ Եվ այդ հանգամանքների հարցակները նույնիսկ կարող է հասակի լույսուն է կատարում այն հարցնարարություն, որ նրանց միջև ինքին հարաբերություններ են եղել նաև։ Հետևաբար Էդիկ Ավեյանի ցուցմունքը արժանավորությունը ստուգելու համար ես շնորհում եմ արձակնել Քրիստինե Փարվանյանին, որը դրամը գործում քրեական գործում կան, Արտաժանդատարան, ինչպես նաև իմ պաշտպանանիշը, որ ինչ-որ տեսագրություն ունի, տեսագրություն, թե ձայնագրություն։ Սա տեսագրություն հոմտերագրին համեկայում։ Ինչ ապարունակում։ Դա պարունակում է, որ Էդիկ Ավեյանի հետ, Էդիկ Ավեյանի աղի 30-ը քննչական կոմիտեում ցուցմունք ածվել ընդդեմ։ Համապաս կարգեր կապած է տեսագրություն է որոշվել։ Քնչի մոտ կրիցած Այդ է։ Ադրիտები բանը։ Այսինքն կապած ու դուք բարձրացան դիտում եք որ պետք է հարցակնի որպեսզի մենք ստուգենք Էդիկ Ավեյանի արժանացել շահագրնա մենք պետք է ապացուցենք, պաշտպանական որպեսզի Էդիկ Ավեյանը շահագրգռվածություն ունի ոչ ճիշտ, ոչ հանգամանքների ներկայացումը ի օգուտ դժոխք կողմից։ Այսինքն Էդիկ Ավեյանի հայրը այս ցուցմունքի կապոտատանոց անցած տարի 10 օր ուղարկել իմ տանը երթնում ես կարող դականելու ապացուցեմ 10 օր հետ եկել տանը տաշին հետ ես աշխատել ֆուտբոլցել Իրոք ես մի հատ բան քննարկել ես ասել կանգրալ հետո չոր դասանում իա խորը հետ է սրտի հետ եկել օգնել են աշխատել գումարը տալը որ սրտը տեգավոր է բուժում է Էդիկ Ավեյանը դրանից հետո չգիտեմ ինչ արտակեց, Քրիստինե Փարվանյանի երեխուներին վրա էր խաղալու, աղտոր։ Իրոք ես բանը պատում, Չեն պատերասում ինչ գործադող, ինչնություն եք ասեցիք վկային հասակնչան հրավերելու, որը վերաբերել ես բարձրացային, որ Էդիկ Ավեյանի հորը մենակ ես միջնորդությունից ես խնդրեմ սեզ մնալ, խնդրեմ մենակ ես հարցը քննարկել որպես խելացի մարդ, հերը հորը խնդրել են տու հորը, 10 օրը մի տանը պահել են կոմպուտացությունել է, կարել տաշիրել, աշխատել է, եք է դանից հետո վրա ցուցմունք տվել, ամյատես հարցը կարել է ճիշտ քննարկել։ Համապատասխան փուլում ձեր հնարավորականները ներկայացնեք վկաների ցուցմունքների արժանավորության վերաբերյալ։ Հարգելի միավորում դիտորում։ Արտաժանդատարան ես առանցում եմ միջնորդությունը նախ պաշտպանության կողմը որևէ հիմնավորություն ներկայացրեց թե հետևյալ վկային հարցակներից վերիկ կազմավորին ջրնշանակություն ունեցող հանգամանքի հաստատում կամ վերքում Ես ճիշտ հասկացա Քրիստինե Փարվանյանը Մեղադրյալի ներկա կամ նախկին կինն է թե բնականորեն նա հարցաքննվել է դատախազությունը առավել ևս ոստիկանությունը կամ քննչական մարմինը որևէ գերձիկով զբաղված չէ ես կհորդորեի պաշտպանության կողմին մասնավորապես հարգելի պաշտպանին բացատրել հորդորել որ իր լեզվամատերք ընդրելիս ավելի Ձևաչափը ճիշտ ունի, նախ այստեղ շինցում մեղադրանք չկա, դատախազությունը ինքը իրեն չի որոշել, թե ինչ ապացույցներ պետք է հայտարարի եւ ինչ ապացույցներ եղել են այդ ապացույցների սահմաններում, որոնք մեղադրանքի հիմնավորում են իրենց մեջ պարունակի ներկայացվել է դատարան։ Ինչ վերաբերում է միջնորդությանը, Վատվոժան դատարան միջնորդության մեջ ներկայացված անձը, որ պետք է դատակոչենք արձակնեն, Քրիստինե Փարվանյանը հանդիսանում է Սերգեյ Փարվանյանի կին կամ հանդիսացել։ Վերջինս նախաքննության ընթացքում Արձակնվել է դեպի մասնավորապես Նարինե Նիկոլոսյանի և Սերգեյ Պապանյանի վիճաբանության հետ կապված էական նշանակություն ունեցող որևէ տեղեկություն չի ունեցել, որևէ էական նշանակություն ունեցող հանգամանք չի այդպես ուսումնքով, նրա այդ կապված դրանով պայմանավորված չի մեղադրական դերակատարության մեջ վերջինիս չի վկայակոչվել, որպեսզի հիմնական դատալսումների ընթացքում ստանջվի և արձակնվի որպես վկա։ Կարծում եմ առակայազուգ ես միջնորդությունը որևէ կերպ պաշտպանության կողմը չհիմնավորեց թե ինչ էական հանգամանք պետք է նշի Քրիստինե Փարվանյանը, հա իր ցուցմունքով, որը կհաստատի կամ կհերիքի ներկայացված մեղադրանքի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանք։ Ինչ վերաբերում է Գյուլագարակ ոչ վերաբերելի բաներ էր խոսում մեղադրյալը, բայց ի գիտություն քանելով դատական նիստի ընթացքում
հայտարարությունը տրամադրվեց Գյուլագարակի խողովակների հետ կապված այդ գործը իմ հսկողության տակ է անձամբ գտնվում, կա չբացված մաս, իսկ բացված մասով արդեն իսկ ուժողի հետ հաշտվելու հիմքով կա հետապնդում չառուցելու մասին որոշումներ։ Դատախազությունը պատշաճ հսկողությունը իրականացում յուրաքանչյուր քրեական վարույթով է հորդորում ևս մի անգամ պաշտպանության կողմին խոսել վերաբերելի համապատասխան փուլի շրջանակում։ Խնդրում եմ դատարանի մերժել միջնորդությունը, որևէ նշանակություն ունեցող հանգամանք չի հաստատելու նախակարգը այլևս կարող է նախակարգության ընթացքում տրված ցուցմունքները ավելացումն են Քրիստինե Փարվանյանը նշել է, որ որևէ տեղեկություն չունի դեպքի հետ կապված։ Իսկ թե ինչ հարաբերության մեջ են գտնվել Հեծիկ Ավեյանը, բնականon այդ հարաբերությունը ընդամենը տեղեկություններից պետք է իմանա, իսկ այդ տեղեկություններից իմանալը որևէ կերպ արժանահավատության առումով այս հնարավորություն չի տալու, որ գնահատեն Հեծիկ Ավեյանը ունի շահագրգիռ դրվածություն, թե չունի։ Այս դատարանը հայտարարել է, որ մեկ այլ նույնպես արտահայտված այն տանոսնատակը ստեցան երկու դիմումներ է վերաբերում են վետանների հաստատությունների վերաբերյալ պաշտպանության կողմի պնդմանը, դատարան ինքնության արժեք ներկայացրած միջնորդությունը, մասնավորապես Քրիստինե Փարվանյանի հասարակական կանչելու մասին դատարան որոշումը բավարար է, քանի որ նա վերջինս հասարակվել է բարոյի դերես միջնակայական վարույթում, հայտնել է որոշակի տեղաններ եւ նաեւ դատարանի համարությունների պաշտպանության կողմի այն նկատառումը, որ վերջինիս ցուցմունքով հայտարարները կարող են նշանակություն ունենալ գործի լուծիչ լուսման համար, այսինքն վեդի կայացնելու համար։ Ինչ վերաբերում է հաշվված երեխաների հասարակության կանչելու վերաբերյալ նման, ապա դատարանը մերժում է միջնորդությունը, քանի որ որից է հաստատական հիմնավորումներ ներկայացվեցին նաև, որ նշված անչափահաս երեխաները գործիական նշանակություն ունեցող ճշտեր կարող են ներկայացնել։ Ուստի արդեն սպասդարձավ Քրիստինե Փարվանյանի դատարանի տեղավորի դատարան հասարակության, իսկ մյուս երկու վկայների մասով դատարանը որոշում է կայացնում մերժելու մասին։ Նաև այն միջնորդություններն են կողմերը, թե ոչ։ Այս փուլի համար չի։ Չունեք, դատարանը նաև սեփական աշխատանքության հաշվարկներով արդեն զարգացի նյութերը հետազոտվել են, մասնավորապես վարքի 212-229 էջերն արկայ դատվագեղանական փորձարկության եզրակացությունը հասարակի կողմից տված հետևությունների վերաբերյալ եւ կոնկրետ հասկացությունների, նաև հետազոտական մասում որոշակի նկատառումներ են կատարվել հոգեբանների կողմից, թե ինչ հանգամանքներ են նաև հիմք ընդունվել, որոնք որ գնահատվել են համապատասխան այդ հուզական, ֆիզիկական եւ վարքային փոփոխություններ։ Նշված հանգամանքները նաև համադրելով հանրային քրեական հետապնդում հարցերով որոշման մեջ նշված հաստատական տվյալներ դատարանում որոշակի հասարակումներ են առաջացել, կողմերը նաև զրկացրել հոգեբանին համապատասխան հասարակումներ կատարելու։ Երկու հոգեբան են փորձարկությունների իրականացրել, բայց կարծես թե առաջին հոգեբանը Ղազարյան ազգանվա ունի 29 տարվա ստաժ, երկրորդ հոգեբանը Տեր-Ստեփանյան 12 տարվա աշխատանքային ստաժ, դատարանը նպատակարար է համարում, որպես փորձագետ դատարան դրավերի հանձնքննելու փորձագետ Ղազարյանն է։ Իսկ վերաբերյալ պայմանավորված նաև դատարանը որոշում է դատական ստետացել, որպեսզի նշված երկու անձինք դավերի դատարանը բացակայել։ Բաց է, վկայում է փորձագետ։ Մենք կծանուցենք Ավելի ճիշտ է։ մենք կծանուցենք։ Հաջորդ իսկ կապված նաև քանի որ փորձագետը Երևանում է աշխատանքային ծավալում որոշակի ժամանակ է նաև պահանջվելու։ Դու ինչպես դու երբ եք ասում Սամերից։ մինչև Օգոստոսի 4-ը։ մինչև օգոստոսի 4-ը։ Դատախազի մոտ որը ծանրաբեռնություն կար, որերի հետ կապված ծանրաբեռնություն չկա, այդ դեպքում կարող ենք օգոստոսի 5-ին ժամը 11:00 14:00 Չէ, բանալուրը նես անցնի, որ 12:00 մինչև ժամը 3-4 ժամ տես պահացած է։ Դե ավելի բան երևի թե ճիշտ չի լինի։ Ավելի Երևանի ցանկը, որ նա օգոստոսի 6-ը ազատ է։ Օգոստոսի 6 դատախազի մոտ ծանրաբեռնություն նորմալ է։ Օգոստոսի 6-ի ժամը 11:00։ Գան Երևանից։ 12:00։ Այսօր դատարան որոշում է դատական ստետացկել եւ վերաշնակել 2025 թվականի
օգոստոսի 6-ին ժամը 12:00։ Շարականից դա հայտարարում Երեք վերակնիչներ են, բավինակ նամական խշկից։ Անչարեց, մեջայց։ Բողոսյան Պարմը կլանը եղին ամերչացն